Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, Modus Vivendi հաղորդաշարն եք դուք դիտում կամ լսում, լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում դիտում եք, իսկ FM 106 եւ 5 հաճախականությամբ լսում եք։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Դիվանագետ Modus Vivendi կենտրոնի ղեկավար Արա Պապյանն է, երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար ինչպես միշտ Դավիթ Խումարյանն է աշխատում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, պարսկական ռեժիմը չի ընկնում կարծես թե։ Ոնց է կարծում, կընկնի թե չէ, մեր վերջի հաղորդումների վեճը չէ, պարոն Պապյանն ասում էր, որ պարսկական ռեժիմը չի դիմանա, կընկնի, ես ասում եմ, որ կարծում եմ, որ կդիմանա։ Մենք դեռ մարտի կեսերն ենք, եւ պատերազմը ընդամենը 2-2.5 շաբաթ է ընթանում, եւ մենք պիտի ուշադրություն դարձնենք ոչ թե այդ պատերազմը ընդհանուր հասկացությանը, այլ ինչ փուլերով է անցնում, եւ հիմա որ փուլն է։ Եվ նաև թիրախները որոնք են այստեղից էլ եզրակացությունն է կարելի անել եւ նաև կրկին անգամ հիշեցնեմ հենց ամերիկյան կողմը իհարկե ոչ լրագրողները ոչ մասնակցական այլ ասենք ռազմական քաղաքական խոսում է 4-5 շաբաթվա մասին որը կարա երկարել տևի փուլ առաջին ինչ արեցին ամերիկացիները եւ Իսրայելը ոչնչացրեց Իրանի հակաօդային եւ հակահրթիռային համակարգը այդ փուլը լուծեցին փուլ երկրորդ ոչնչացվեց Իրանի ատոմային միջուկային կարողությունները, լաբորատորիաները։ Փուլ երրորդ ոչնչացվեցին Իրանի 410 հրթիռների հեռարձակման կայանքներից, մոտ 5 օրվա առաջվա տվյալներով 300-ը։ Հիմա 50-ներն են ոչնչացվել։ Փուլ չորրորդ ոչնչացվում են կարողությունները զենքի արտադրության եւ պահեստները, որի հետ զուգահեռ ոչնչացվում են նաեւ այստեղ ասում թիրախները, ոստիկանական տեղերը, լինեն հանգույցներ, կայազորներ եւ այլն։ Բասիջեն դրանք։ Եվ բասիջը դա իրանց ՊՊՑ-ն է։ Այն որ ժողովրդին ջարդում ու ծեծում է։ Բայց սա մասսակազմում հեղափոխության պահապաններին, որտեղ այնտեղ տարբեր բաներ կան, որտեղ կան հեղափոխության պահապաններ, որոնք բանակային ստորաբաժանումներ են ըստ էության, հիշում եք սովետի ժամանակ կար այն 20-30 վայսկա ՆԿՎԴ-եր, իսկ հետո ավելի այսինքն ներքին գործերի նախարարության դիվիզիաներ կային այս կողմենքում, այդ կար, բայց ասածս նաև որ սա հերթականությամբ պիտի լուծվեին այս խնդիրները եւ այս հերթականություն, այսինքն առանց հակաօդային պաշտպանության ոչնչացման դու չէիր կարող ոչնչացնել պահեստները եւ ասենք կայանքները եւ այլն, այդ ամբողջը գնում է։ Հիմա Իրանը սրան ինչ կարա հակադարձի։ Իրանը փորձում է ներքաշել արաբներին պատերազմի մեջ, հարձակվելով արաբական երկրների վրա, ոչ թե հարձակվելով, հարվածնել հասցնելով եւ այլն, ասենք տնտեսական ապակայունացում, դժգոհություն բան, բայց հիմա ուր ենք հասել այս փուլում 5000 հոգի դեսանտայիններ էին բերել տարածաշրջան եւ ռմբակոծեցին Խարկ կղզու ռազմական թիրախները, սա ուզում եմ շեշտել, ռազմական թիրախները, բայց դեռ արտահանման հնարավորությունները չեն ռմբակոծել։ Խարկ կղզով արտահանվում է Իրանի նավթի 90%-ը։ Կա ենթադրություն, որ նպատակ չունեն ոչնչացնելու, որտեղ եթե սա ոչնչացվեց, Իրանը որպես պետություն սննկանալու է։ Այդտեղ խոսակցություն կար, որ հակադրություն ունեն Միացյալ Նահանգներն ու Իսրայելը այդ հարցով։ Իսրայելը համարում է, որ պիտի ամբողջությամբ ոչնչացվի, իսկ Միացյալ Նահանգները համարում են, որ իրանց դեռ պետք է գալու այդ ենթակառուցվածքները։ Չգիտեմ, ճիշտ ասած ես չեմ լսել, ես ավելի լսել եմ տարբեր լուսաբանների ամերիկյան, իսրայելական հետևյալը, որ անկախ նրանից ով ալինելու իշխանությանը, դա Իրանի ապրուստի հիմնական միջոցն է, եւ եթե դա ոչնչացվեց, այդ ժողովուրդը պարզապես սովի է մատնվելու, եւ սովի մատնված ժողովուրդը առաջինը կոդեմ է վատ տրամադրվելու, որտեղ իր կյանքի վրա ազդում, երկրորդը դառնալու է բեր քո համար, որտեղ ինչ որ ձև պիտի օգնես, հատկապես եթե եղավ իշխանապողություն, չէ, բնականաբար դու պիտի ավելի բարձր կենսամակարդակ ապահովես հետո իշխանապողությունից հետո, քան մինչ իշխանապողություն։ Հակառակ դեպքում եթե մարդիկ սկսեն վատ ապրել, եք ասեն, տեսեք ավելի վատ եղավ։ Դրա համար հենց ամբողջ նպատակը նա է, ձեռ չտար առայժմ, թող դա մնա, որտեղ սա նաև վճարման միջոց է։
Հիշենք նպատակներից մեկը բացի այդ իշխանապողությունից հետո պիտի լինի նաև տնտեսական կացուտաձևի փոփոխություն, այն է որ արևմտյան ընկերությունները պիտի մտնեն իրանական շուկա, տնտեսություն, ներդրումներ աներ, կառուցեն նոր գործարաններ, հսկայական խոսքը կարա գնա տարեկան $100 միլիարդ դոլարների։ Բնականաբար սա չի լինելու օգնություն։ Սա լինելու է ներդրում, որի ինչ որ ձևով ստանալու են նավթից ամենայն հավանականությամբ։ Այո, եթե խարկը քանդեն այդ կղզին, այսինքն այդ արտահանման միջոցները չեն ստանա։ Դրա համար այդտեղ կարծում եմ ճիշտ են վարվում, որ պետք չի, եւ եթե տեսնեք, շատ քիչ է տնտեսական հզորությունները, շատ քիչ են հարվածների ենթարկվում։ Տարաձայնությունը հիմնականում Իսրայելի թիրախների առումով եւ Միացյալ Նահանգների մեջ կախված է նրանց, որ Միացյալ Նահանգները հիմնականում ռազմական թիրախներն են ոչնչացնում։ Իսրայելը նաեւ ռեպրեսիվ ապարատի, այսինքն ոստիկանություն, բասիչ, չգիտեմ, պահապաններ, կրոնական ղեկավարություն, այդ բաներն է ոչնչացնում, որովհետեւ Իսրայելի համար միանշանակ է, որ իշխանապողություն նպատակ է։ Իրանք ուզում են հասնել իշխանապողության։ Իսկ իշխանապողություն հասնելու համար դու պիտի ոնց որ ասած ժողովրդին ավելի հնարավորություն տաս։ Այսինքն դիմացինը պիտի լինի ավելի թույլ, իշխանությունը պիտի լինի ավելի թույլ։ Ամերիկացիները քանի որ չունեն այդպես հստակ նպատակ, չեն արտահայտվել, մի տեսակ այդպես անորոշ բան, հա, հարձակվում ենք, այնտեղ մի քիչ իշխանությունը թույլատնում ենք, պարտադրում ենք, որ ինքը հրաժարվի կամ ոչնչացնում ենք հատկապես միջուկային կարողությունները, այստեղ ամերիկացիները ավելի վախեցած են Իրանի միջուկային կարողությունների եւ այդ միջուկային ռումբերը տեղ հասցնող միջոցների արկայությամբ։ Բալիստիկ հրթիռների մասին է խոսքը ավելի շատ երևի։ Հիմա նաև իրենք անհանգստացած են այս դրոններից, որոնք այո դեռևս այդքան հատով ավերիչ չեն, բայց երբ որ դու ոչ թե հատով ես ուղարկում, այլ 100 հատով եւ 1000 հատով ես ուղարկում, նրանց արդյունքը գրեթե դառնում է բալիստիկ հրթիռի հոպը դժվարանում է այդ հարցը լուծել, որովհետեւ քանակները շատ են։ Քանակները շատ են եւ չի արդարացվում գումարային առումով։ Ես հիշում եմ տարիներ առաջ, ես պատերազմ չէր սկսել, ես ամբողջը քննարկում էինք 4 աստղանի գեներալ Ջեֆրի Հարիգյանի հետ, որը գիտեք, այդ ամբողջ տարածաշրջանի պատասխանատուն էր։ Ու այս ամբողջը մենք կանխատեսել ենք քննարկում, մենք ասում ենք, խնդիրն ասեց այն չի, որ մենք կարանք ոչնչացնենք, ինքը նաև այդ հուցիների բաներ։ Խնդիրն են ասում, որ այս $3 միլիոն հրթիռով խփում են ոչնչացնում են մի հատ տաշտակ, որի մեջ ասենք 4-5 հատ ինչ որ անկապ մարդ է, էլի, որը իմաստ է։ Էլի, որի ասում ասած գումարային արժեքը $20 չի այդ սաղ իրար հետ, էլի, որտեղ մարդկային այդ ձև բան չի, բայց նաև որպես զինվոր էլ չի։ Այս խնդիրը սա է։ Դրոնները բերեցին տնտեսական այլ չափորոշիչներ պատերազմի մեջ, որտեղ այդ հրթիռները նախատեսված էին, այսինքն միջմայրցամաքային, այս կողմից, չգիտեմ, սովետը հրթիռներ խփեց, դու օդի մեջ ոչնչացրեցիր, արբանյակներից ինչ որ բան, չէ։ Ինչ-որ մի հատ 50,000 կամ $100,000 ինչ-որ մի բան ես թռնելով գնում է եւ խփում է, բայց այդ իր վնասը շատ մեծ է։ Դրա համար մենք նկատում ենք այս հատկապես վերջի շաբաթը, որ Ուկրաինային են շատ արաբական երկրներ դիմել, որտեղ ուկրաինական փորձը շատ է եւ հակադրոնային դրոնների մասին է խոսքը գնում կամ դրոնների դեմ պայքարի միջոցառն է գնում, որովհետև գործնական առումով գետնի վրա, բացի տեսական խոսակցությունից, գետնի վրա գործնական ամենամեծ փորձը կուտակել է Ուկրաինան։ Ուկրաինային անպայման կվերադառնանք հաղորդման երկրորդ հատվածում, տեղ էլ կարծում եմ խոսելու բան կա, վաղուց չենք քննարկել ռուս-ուկրաինական գործընթացը։ Իմ տպավորությամբ, պարոն Պապյան, պահապանների եւ նախագահի միջև ինչ որ անհամաձայնություն ու լարվածություն կա, թե դա ուղակի հերթական տենց պարսկական խաղն է, որ մեկը մեխինա խփում, մյուսը նալին, որտեղ այնտեղ կարծես թե հասնում էր վիրավորանքների, այսինքն խաղաղ պահապաններն ասում էին, որ նախագահի այս քայլը ոչ խելացի էր, ոչ էլ պրոֆեսիոնալ էր եւ չարժեր նման բան ասել, խոսքը գնում է նրա մասին, որ նախագահան ներողություն էր խնդրել հարևան երկրներից, ում որ Պարսկաստանը ռմբակոծել էր, իսկ պահապանները հեղափոխության ասում էին, որ լավ են կարա եւ շարունակելու ենք դա անել։ Գիտեք, շատ երկրներում, հատկապես տոտալիտար կառավարման երկրներում գոյություն ունի արտաքին, այսինքն դե յուրե սահմանադրական կարգ եւ իշխանություն եւ ռեալ
Որոշ երկրներում գիտեք խորքային պետությունա կոչվում է deep state, որոշ տեղեր բանա, ՍՍՀ-ում էլի նույն ձևի էր, ՍՍՀ-ում կարի պր սովետական իշխանություն, բայց ռեալ իշխանությունը պատկանում էր կուսակցությանը, այո։ Եվ երկու շղթա։ Իրանը շատ նման է ՍՍՀ-ին։ Այսինքն այնտեղ կա արտաքին իշխանություն, որ նախագահն եմ ես, բայց նախագահը ռեալ իշխանություն չունի։ Սկսած նրանից, որ այսինքն նրա տեխնացուներն էլ հաստատում են էլի կրոնավորները եւ այլն, եւ վերջացած, որ ինքը որևէ ուղակի ենթակայության տակից չի գտնվում հենց այդ պահապանները եւ ռեալ իշխանությունը շատ մասնագետների ովքեր այսպես խորացած ուսումնան իշխանությունը Իրանում պատկանում է հենց հեղափոխական պահապաններին եւ այն անձը որ նրանց հետ շատ ավելի սերտ հարաբերություններ ունի եւ վերահսկում է մասնավորապես Լարիջանյանն ինչի է տրվում որովհետեւ ինքը Լարիջանին կապ ունի պահապանների հետ եւ այսպես է դրա համար անգամ այս վերջին ընտրությունները որ տեղի ունեցավ կամ ասում են տեղի ունեցավ Խաթամեի որդի ընտրությունները էլի ինքը ավելի պահապանների կողմից առաջադրվածն էր որտեվ նա ոնց որ հազիվ այաթոլայի է ձգում ոնց որ ասած եւ շատեր անգամ դա են կասկածի տակ դնում որտեվ նա իսլամական իրավունքի դոկտոր է որը դասավանդել են այդ կրոնական համալսարանում եւ այլն իսկ որովհետեւ դու ընտրվես դու նախ դիլնես այդ չգիտեմ այդ որ ռուսերեն ասում են վիլիկը այաթոլա ասենք այաթոլա Քաբիր մեծ եւ դա դրա համար դու պիտի հասնես դրա համար առնվազն երկու արդեն մեծ կամ հարգարժան այդ այաթոլա առնվազն երկուսը իրենք պիտի քեզ ճանաչեն որպես այդպեսին ինչպես օրինակ նայեք կաթողիկոսի ընտրության ժամանակ ասենք արքիեպիսկոպոսները չէ պիտի իրենք ասենք չգիտեմ օծելա թե ինչա կոչվում է դա պիտի լինեն այսինքն ամեն մի աստիճանակարգ որոշակի համակարգի մեջ ունի իր ընթացակ կարգը այսինքն եկեղեցին, չգիտեմ, եպիսկոպոսների եւ բան, այստեղ էլ իրան սևով։ Հիմա այս ամբողջը չկա, բայց ինչու նրան ընտրեցին, որտեղ ասում են, որ հեղափոխության պահապանները այդպես էին ուզում, դա էր իրենց ազդեցությունը։ Հիմա տեսեք, հարցը այն է, որ այս այսպես կոչված ռեֆորմիստական թևը, որ դեմա ավելի շատ Փեզեշկյանը այդ թևից է, չէ՞, Փեզեշկյանը այդ թևից է, Փեզեշկյանը այդ թևից է, Ռոհանի բան այդ թևից են, հիմա տեսեք, սանքել սկսել են վարկաբեկի շլուրեր տարածել, այնա մասնավորապես, որը սուտ չի այդպես է, որ ասենք այս նորընտիր այաթոլան, հիմա փաստաթղթեր էին այն հարցը, որ Լոնդոնում բուժվել է իմպոտենցիայից Իսկ սա իրանական ժողովրդի համար բան է, իրանց մեր մոտ եթե կուսակրոնությունը ցույց են տալիս կամ ուզում են ցույց տալ որպես լավ բան ասեն, վայ ինքը կուսակրոն չի, Իրանում այդ կուսակրոնները վատ բան է, որտեղ նշանակում է դու այդ բանը չունես էլի։ Լիարժեք չես, պակաս բանկա։ Հա, հիմա այս այդ ոնց որ ասած ցավոք սրտի քաղաքականության մեջ որտեղ էլ լինի գործում ագրեթե նույն օրենքը որ կեղտոտ պայքարակնում անելու են բայց այսպես ամփոփենք հետեւյալը իրական իշխանությունը այսօր պատկանում է Իրանում հեղափոխության պահապաններին եւ այդ շրջանակներին դրա համար սրանք են դիմադրողները հիմնական դիմադրողները սրանք են բայց վերջի օրերին հիմա ես դա տեսել եմ եւ հավատում եմ որ այդպես էր այսինքն հիմա այս արհեստական բանականության եւ կեղծ նկարահանումները չենք բացառում բայց կա որ բավականին այսինքն զինվորներ այդ թվում նաեւ հենց հեղափոխ ասենք խոսում են որ հեսա սա մեր կայազորն է մենք դուրսն ենք բաները սպայական կազմը փախել է մենք չգիտենք ինչ անենք լավ է որ ասում Передаю привет маме բան այդ տարբերակով էլի խոսում են ասում են ինչ որ բաներ կա բայց բնական է այսքան ռմբակոծությունները բաները բերում են նրան որ երկիրը նաև այդ կառույցները թուլանում են ինքը դիմանում է որտեվ քառաստիճան հետաքրքիր համակարգ են արել ուրեմն տեսեք հատկապես ռազմական եւ քաղաքական ղեկավարությունը 12 օրվա պատերազմից հետո հատուկ կարգա մշակված եղել քառաստիճան այսինքն 4-ը փոխարինող եթե մեկին սպանեն ես 4-ով երբ մտածել էր 4-ից ավել եթե կոտորեն արդեն նշանակում է երկրի հարկ չի մնա հա կարելի է բայց
հստակ կարգը դրված է եղել եւ կա այդ կարգը դրա համար եւ ուրիշ մի հար իրանք ինչ են արել այստեղ հենց այդ ռմբակոծությունները մասին թե ինչու հրետակոծեցի ռմբակոծեցին հարևաններին երկիրը բաժանված է 16 ռուսական ռազմական օկրուգների, որոնք ապակենտրոնացված են եւ որոշակի ինքնուրույնություն ունեն գործելու թիրախների ընտրության մեջ, այո, թիրախների ընտրության կիրառվող զենքերի մեջ եւ այլն։ Քանի որ էսել հենց իրենք նախատեսել են, որտեվ լավ են հասկացել, որ կենտրոնական իշխանությունը կարող է խոցվի եւ տապալվի եւ կապը խզվի եւ որպիսի ամեն մեկը կարողանա առանձին գործի այդ շրջանակում գիտեք օրինակ գոյություն ունի այսպես կոչված Սուզանավի սկզբունք ինչ է նշանակում նախ Սուզանավի մեջ բոլոր կենսական անհրաժեշտության մասերն ու սարքերը ունեն իրենց կրկնօրինակները անպայման եւ այսպես մասերի են բաժանած ռուսեն ատսեկներ եւ այնպես է Սուզանավը նախատեսած եթե 1-2 անգամ որ խոցվում են դու դա մեկուսացնում ես փակում ես շարունակում է գնալ այո ինքը կարա մյուսներով հիմա երկիրը վերածված է այդ Սուզանավի սկզբունքի ա դրած 16 մասերի ա բաժանված որ 16 ռազմական հրամանատարությամբ եւ հաճախ սա էլ հետաքրքիր ասում են որ առաջ ընդունված էր անպայմանորեն հրամանագրերը նշել անունները նշել հիմա չի ասվում նոր նշանակումները ասում են ստացնոր նշանակում կա այս ինչ պաշտոնի եւ ոչ անունը ոչ բան որովհետեւ դա արդեն քեզ խնդիր է առաջացնում դու պետք է հայտնաբերես իսկ եթե գոնե անունը գիտես ես վստահ եմ որ կուտակված հսկայական նյութեր կա կարող է մի բան անեն բայց չեն ասում դրա համար էս ամբողջ այո ձգձգվում է բայց ամեն դեպքում կարող եմ ասել հետեւյալը կրկնեմ ես մի նախադասությունն էլ Թրամփը ինքը իրան քշել է մի այնպիսի իրավիճակի մեջ որ ելնելով այս տարի կանալիք ընտրություններից կոնգրեսի երկու պալատներով ինքը պիտի գոնե հաղթանակ ցույց տա հիմա ամեն ինչ կարելի է հաղթանակ ցույց տալ բայց ինչքան այդ հաղթանակը հավատալու լինի ինչքան այսպես լավ արդյունքներ լինի դա իր համար լավ է իսկ այդ ամենաբանը պիտի իշխանափոխությունն է Կարծես թե Կրսել Խոմեյնին Մոսկվայում է բուժվում կա նման լուր այո նման ինչ որ լուր եղավ որը չեմ բացառում որովհետև առ այսօր մենք չենք տեսել այդ մարդու կենթանի ելույթները եւ այլն ինչ որ իրանից բան տարածվեց ինչ որ կարճ մի այսպես ասած պատկեր գնաց եւ ասում են Լարիջանին է գրել այդ վերջի խոսքը այսինքն այդ հայտարարությունը որ Խոմեյնիի անունից գնաց ասում են հեղինակը Լարիջանին է կարող է լինի Լարիջանին իհարկե հետաքրքիր կերպար է ես իհաց շփվել եմ որտեղ ինքը Հայաստանով շատ է զբաղվել եկել գնացել է ես թե 3-4 տարի հենց Իրանով 91-ից 95 թիվը զբաղվել եմ եւ Թեհրանում եւ Հայաստանում այն ժամանակ հիշում եք Վազեզի կար, Վելայաթի կար, նրանք էին այդ բայց Լարիջանին բանը եւ Լարիջանին մեջներից ամենաշատը առաջ գնաց Քոլենին տարավ իր մոտ որ այստեղ էլի մի շրջան քարտուղար էր այդ տարավ դեսպան այս են մարդիկ են նաեւ արևմտյան կրթությամբ պատական չէ։ Այո, ես Fox News-ի հարցազրույցը նայել եմ, այո։ Չէ, կանտի փիլիսոփայության, այսպես ասած, բաներով եւ այլ արևմտյան, այսինքն ունի այդ ամբողջը։ Մյուս կողմից էլ այն թեւը, որ իրան դեմ անգամ արևմուտքում, ասում է նայա ով որ հրամանա տվել ժողովրդի վրա կրակել բայց այն թեւը որ ուզում է որ բանակցեն ասում է դուք մաքուր մարդ չեք կարող գտնեք այսինքն Իրանի վերնախավում եթե ուզում եք ինչ որ մեկի հետ բանակցեք ինչ որ մի բանի հասնեք ոչ թե որ վերացական մեկը որ փողոցից բռնեք բանակցեք որը որևէ ազդեցություն չունի բայց մարդ ասենք Լարիջանին որը եւ հոգեվոր եւ աշխարհիկ որոշակի ազդեցությունի չլնելով հոգեվորական, բայց այդ շրջանակների մեջ հատկապես հեղափոխության պահապանների առումով ուրեմն Լարիջանի հետ պետքա բանակցել։ Եվ հենց խնդիրը սա է, էլի գալիս է նրան, որ արդյոք ինչ ենք բանակցում։ Բանակցում ենք, որ իշխանափոխություն, թե բանակցում ենք քաղաքականության փոփոխություն։ Ամբողջը կախում կունենա իմ կարծիքով գետնի վրա առաջիկա մի երկու շաբաթում ինչպիսի իրավիճակ կձևավորվի։ Հերթական շրջադարձը Ուկրաինայի հետ կապված կարծում եմ մեզ համար, հայերի համար, մեր ռադիոլսողների համար, մեր համար, ձեր համար հերթական անգամ համոզում է, որ գեոքաղաքական իրավիճակը շատ է փոխվում, էլի, այսինքն եթե այսքան ժամանակ մենք սովորեինք, որ Ուկրաինան էր Միացյալ Նահանգներից օգնություն խնդրում եւ ՆԱՏՕ-ի երկրներից, հիմա կարծես թե ՆԱՏՕ-ն է Ուկրաինայից
օգնություն խնդրում եւ Միացյալ Նահանգները իր գործընկերների համար, ծոցի երկրների։ Ինչ տեղի ունեցավ, կարճ ռադիոլսողներին ասեմ, ռուսական կողմը պարսկական լիցենզիայով եւ պարսկական տեխնոլոգիայով արտադրում էր Գերань անօթաչու սարքը, որը նույն շահեդ անօթաչու սարքն է եւ ուկրաինացիները սովորել են ինչ որ չափով դիմակայել այդ անօթաչուին, որը եւ նաեւ հիմա Իրանը կիրառում է հարևանների դեմ եւ ուկրաինացի մասնագետները ասում են, որ արդեն տեղում են ծոցի երկրներից մի քանիսում կոնսուլտացիաներ են իրականացնում։ Արդյոք այս իրավիճակը փոխելու է գործը ռուս-ուկրաինական բանակցությունների դաշտում եւ փոխվելու է Միացյալ Նահանգների տեսակետը, Տրամպի տեսակետը պատերազմի ավարտի մասին։ Գանք այն հարցերին նախ, որ սա Ուկրաինայի քաղաքական կշիռը էապես բարձրացնում է եւ բարձրացնելու է։ Ես մի ուկրաինացի ընկեր ունեմ, բավականին բարձր պաշտոնյա եւ ներգրավված հենց այս ռազմական արտադրության արտադրության մեջ, այս մարդուն ոնց ասած ձեռից ձեռ են խլում, էլ գերմանացիք էին կանչում։ Այս օրերի ինքը պետք է դար Գերմանիա շատ բարձր հանդիպում ունենալ, բայց իմացանք, որ հիմա չէ, Սաուդյան Արաբիա է գնում, որտեղ Սաուդյան Արաբիան շատ ավելի լավ առաջարկ է եւ տարբեր լուրեր Սաուդյան Արաբիան ուզում է գնի մինչեւ 1 միլիոն դրամ դուք պատկաստ։ Դե հարաբների համար փողը փող չի, այսինքն քանակներով են Այլ ասենքն բերեք 1 միլիոն հատ բերեք բան անենք, որտեվ ինքը լավ է հասկանում, որ այնտեղ գիտեք էլ իրանք նավթամուխ ունեն, այսինքն Պարսից ծոցից դեպի պաշտպանելու շատ բան ունեն, այսինքն այդ հարցերը։ Հա, ասենք նույն գերմանացիք հիմա հասկանում են, խոսքը անգամ տեխնոլոգիան չի, իրանք այդ ունեն։ Ռազմական արտադրանքը շատ կարևոր է, որ անձնացնի ռազմական փորձարկում, ռազմի դաշտում, որովհետև դու տեսականորեն կարող է ամեն ինչ լավ է թղթի վրա, անգամ պոլիգոնում փորձարկումներում, բայց երբ որ մի 6 ամիս դա կիրառում ես, պարզվում է, որ այդպես չի, հատկապես նաև են էլի, այսօր չգիտեմ ինչ է ռուսերեն անգամ բանան, գալ ասենք կա սալդատսկա սմիկալկա, այդ զինվորի հնարամտությունը, որ ելնելով իրավիճակից ինքը լուծում է գտնում։ Այս ճիշտ է, դրոնը լավ է, բայց եթե կողքը մի հատ sense փուճուր բան ավելացնենք կամ մի բան անենք, շատ ավելի լավ է դառնում։ Դրա համար միշտ ռազմի դաշտում այդ բանը, ֆիդբեքը, արձագանքը, այ դրա համար եւ կան մասնագետներ, որ ասում են, որ աշխարհում այսօր 3 բանակ կա, որ կարելի ասել ուժեղ բանակ է, որոշակ դա Միացյալ Նահանգներն է, Իսրայելն է եւ Ուկրաինան։ Այս 3-ը բանակներ են, որոնք ուժեղ են, որտեվ իրենք ռազմի դաշտում փորձարկում են։ Դե Ռուսաստանն էլ, պարոն Ռուսաստանն, այո, բայց Ռուսաստանն հենց համարվում է, որ այդ նույն ռուսական, ինքներդ ասած, շահեդի տեխնոլոգիաներով է եւ այլն, գերանով։ Հիմա ինչի են այստեղ, որտեվ քանի որ շահեդն է օգտագործում արաբական երկրների, իսկ Գերանի վրա, որը շահեդի հորոխբոր տղան է ըստեյության, այդ փորձը կա։ Բանը ամեն պարագային սա ինչա ցույց տալիս մեզ մենք պետք է նայենք մեր տեսակետից որ տեղական արտադրության եւ հատկապես ոչ ներքին արման շարժիչով աշխատող ոչ կատապուլտով գնացող եւ այլն մեզ համար շատ կարեւոր է ես գիտեք միշտ հանդես եմ եկել հիմա էլ հանդես եմ գալի Միացյալ Նահանգների հետ սերտ ռազմա քաղաքական հարաբերության զարգացման օգտին բայց ես օրինակ կնախընտրեի այն 11 միլիոն դոլարով որ առել են ծովային վերահսկման դրոններ դա ներդրվեր մեր արտադրության մեզ պետքա շատ էժան եւ խոցող դրոններ որովհետեւ գիտեք այսինքն այն ինչ որ ամերիկացիներն են իրենց համար արտադրում դրանք ամերիկյան պահանջի համար են իրանց նախ հայերեն լեզվով ասած իրանց ջեբի գյորա են եւ իրանց եւ այդ բացի այդ էլ այսինքն ինքը պիտի հազարավոր կիլոմետրեր ծով օվկիանոս վերահսկի որովհետեւ հասկանա ինչ է կատարում մենք չունենք հազարավոր կիլոմետրեր մենք կարիք չունենք 12 ժամ թռցնելու օդի մեջ դա որովհետեւ եթե դու 12 ժամ թռցնում ես ներքին արման շարժիչով ան դրանք խփեն հանգիստ պեզերկավ հանգիստ խփեն մեզ պետքա որ 40 րոպե թռնի, թող թռնի 30 կիլոմետր մեզ լրիվ բավարար է, ռազմաճակատագիծը 30 կիլոմետրը բավարար է, մեր դրոնների 80% այդպեսին տիլեն, թող 20% լինեն ավելի հեռու խոցող եւ այլն։ Այսինքն մենք ես չգիտեմ, ես հուսանք, որ այս ամբողջը վերլուծվում է, ինֆորմացիա դասերը քաղվում է, որտեվ անգամ
աշխարհի ամենապով երկրների թվում հանդիսացող Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, բան, չէ, ասում էին, որ անշարժ գույք գնայք Միացյալ Էմիրություններում, այս ավելի վստահելի է, քան փողը անգամ շվեյցարական բանկում պահելը։ Մեկ էլ հանգարց պարզվեց, չէ, որ այդքան էլ վերահսկել չի, որտեվ այս ամբողջ կա։ Իսկ մերը ավելի խոցելի է։ Դրա համար է, այս մենք պիտի էսամասնել ենք խոսել, մենք ասում ենք թևակողում ենք, հիմա թևակողել ենք անկայունության մի շրջան միջին արևելքի վստահաբար, որը առնվազն մի 2 տասնամյակ տևելու է։ Եվ այս 2 տասնամյակում լինելու են շահող երկրներ, որոնք ձեռքբերումներ կունենան եւ կորցնող երկրներ եւ շատ բաներ կախված է մեզանից, մենք ինչքանով պատրաստ կլինենք այդ ամբողջին։ Իհարկե աշխարհակաղակական զարգացումները շատ կարեւոր են մեզ համար, որը հաճախ մեզանից դուրս է, մենք չենք օրինակ Իրան Միացյալ Նահանգներ պատերազմի ելքը մեզանից կախված չի, բայց մեր վրա մեծ ազդեցություն ունի, բայց մենք մեր չափով գոնե մեր երկրի պաշտպանության ինքնապաշտպանության հարցը պիտի լուծենք։ Մոտ 3 րոպե ունենք, պարոն Պապյան։ Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ի վերջո, կարծում եք այս տարի կավարտվի, թե չէ, մենք ինչ որ ընթացք տեսնում ենք, որ պիտի բերի ավարտի։ Կարծեք թե չէ, որովհետև կախում ունի նաև նավթի գների ինչքան կմնան համեմատաբար բարձր, որովհետև հիմա ըստ տարբեր հաշվարկների օրական 130-ից 170 միլիոն դոլար Ռուսաստանը նավթի վաճառքից ավելի շատ փող ունի, քան մինչև պատերազմներ։ Ստրատեգիական առումով սա այսպես չի մնա, իհարկե ավելի կկայունանա եւ այլն, բայց կարծրաժամկետ առումով Ռուսաստանի համար սա շունչ քաշելու հնարավորություն էր։ Բնականաբար, եթե կա ֆինանս Ռուսաստան ունի, պատերազմը շարունակվելու է։ Ինքը մարդկային ռեսուրսի խնայողության խնդիր չունի։ Հիմա անմարտկայոր նորեն է օգտագործում, բայց դա է իրականությունը, այնպես որ կարծում եմ, տեսեք, թվում է առաջին հայացքից, որ ինչ կապ ունի, երկու իրարից հեռու պատերազմներ են, բայց երբ որ մենք խոսում ենք աշխարհի այդ հիմա շատ տարածված այդ գլոբալիզացիա բառը, մենք հասկանում ենք, որ դա այո գործում է։ Այսինքն Մադուրոյին փախցնելը եւ Վենեսուելայի նավթի մուտքը համաշխարհային շուկա կարա ազդի եւ ռուս-ուկրաինական պատերազմի վրա եւ Իսրայել-Պարսկաստան Ամերիկա պատերազմի վրա, որտեղ նավթի գինը կայունացնի թե չէ, այսինքն իսկ նավթի գնձը կախված է նույն, ասենք Վենեսուելայի խնդիրը կարա ազդի Ուկրաինայի ճակատագրի վրա, նույնն էլ մերն է հայերիս համար, շատ բաներ որ թվում է որ մեզանից հեռու է, մեզ շատ մոտ է։ Ես գոնե իմ իմացած տվյալներով երկու կողմերն էլ եւ Ուկրաինան եւ Ռուսաստանը ինտենսիվորեն շարունակում են կառուցել ռազմարդյունաբերության տարբեր ձեռնարկություններ։ Այդ թվում ուկրաինացիք ոչ միայն Ուկրաինայում, եթե այդ մեծ ներդրումները կատարվում է, նշանակում է դրա արտադրանքը պահանջարկ ունի դեռ։ Սիրելի ռադիո լսողներ, Modus Vivendi-ներ եթերում Արա Պապյանի հեղինակային հաղորդաշարը մենք շարունակելու ենք հետևել Մերձավոր Արևելքում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին եւ հաջորդ շաբաթ եւս խնդրելու ենք պարոն Պապյանի մեկնաբանությունները եւ վերլուծությունները իրադարձությունների շուրջ։ Դավիթ Խումարյանն էր հաղորդումը ձեզ համար վարում, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք, այսօր այսքանը։